Հեռանկար այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Սերգեյ Մինասյանին եւ մենք կզրուցենք վերջին օրերի քաղաքական իրադարձություններից եւ սպասվող զարգացումներից։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Սկսենք Ալիևի երեկվա հայտարարություններից։ Ալիևը ասել էր, որ պատրաստ է փոքր քայլերով վստահության մթնոլորտ ձևավորել Հայաստանի հետ։ Այնպիսի տպավորություն է, թե Ալիևի ռետորաբանությունում այսպես որոշակի մեղմացում կա, եթե հաշվի առնենք, որ ընդամենը վերջերս Ալիևը ասում էր, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահությունը գրեթե զրոական է, չհաշված այն, որ մի քանի անգամ այդ ընթացքում Հայաստանը ընդհանուր մեղադրում էին ֆաշիստական երկիր լինելու մեջ։ Դե նախ պիտի նշենք, որ Ալիևի այդ ռետորիկան բավականին տարբեր արենում կապված ինչ միջոցառումների կամ ինչ առիթների հետ է դա հնչում, երբեմն նաև լրագրողների հարցերից, բայց այո, կարծում եմ, որ այն գլոբալ զարգացումները, որոնք տեղի են ունենում աշխարհում եւ նաեւ դրանց որոշ չափով արտացոլումները տարածաշրջանային կտրվածքով այս պահին ինչ որ թե որոշ չափով մեղմացրել են ադրբեջանական ղեկավարության հայտարարությունների այդ ընթացքը, բայց մյուս կողմից նաեւ մենք տեսնում ենք, որ դա նաեւ մենք շարունակվում են սահմանում որոշ, այսինքն լարվածությունը կամ լարվածության միտված գործողություններ ադրբեջանական կողմից եւ դա պատահական չի, հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է այդ լարվածությունը պահպանելով եւ նաեւ ժամանակ առ ժամանակ ինչ որ ռազմատեչ հայտարարություններով ճնշում իրագործել Հայաստանի վրա, բայց մյուս կողմից նաեւ հասկանալի է, որ այս գլոբալ զարգացումների համատեքստում նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես պիտի փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ նոր հնարավորություններ կամ սպառնալիքներ են ստեղծվում եւ Ադրբեջանի համար եւ այս տարածաշրջանային համատեքստում։ Այսինքն, եթե ընդունում ենք, որ ինչ-որ չափով մեղմանում է այդ ռետորաբանությունը, այսինքն զարգացումները գուցե նույնքան չափով էլ ի նպաստ են մեզ համար։ Իրականում դա կախված է բազմաթիվ գործոններից եւ այդ գործոններից մեկը կարա լինի սպասվող նոր լարվածություն, ասենք Իրանի շուրջ, իր հետ նաև կապված բազմաթիվ հետևանքներով եւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արևելքի շուրջ եւ հասկանալի է նաև, որ եւ քաղաքական գործիչները եւ փորձագետները եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս նշում են, որ ոնց որ դա եղել էր նախկինում եւ 20 թվականին եւ 23 թվականին Ադրբեջանը կարա փորձի օգտագործել իր համար ինչ որ հնարավորությունների պատուանը, երբ որ եւ տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարները զբաղված լինեն այդպես կոչված ավելի մեծ գործերով։ Պարոն Մինասյան, իրոք նշեցիք դուք էլ վերջի շրջանում այդ ապատեգատությունների տարափը չի թուլանում, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթվա ընթացքում օրական գոնե մեկ անգամ այդպիսի ապատեգատություն եղել է։ Սրանով Ալիևը փորձում է հետաձգել, երկարաձգել կամ գուցե ընդհանրապես չեղարկել պայմանագրի ստորագրումը, թե փորձում է էսկալացիա ինչ-որ հող նախապատրաստել, թե այդ երկու գաղափարները փոխկապակցված են նաև։ Կարծում եմ վերջի տարբերակը ավելի տրամաբանական է, հասկանալի է, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունների մեջ չի մտնում արագ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Ադրբեջանը փորձելու է դա ձգձգել այնքան ինչքան որ հնարավոր է, բայց մյուս կողմից նաեւ այդ լարվածության աստիճանը պահպանելով, այո, հարմար առիթ է, եթե ստեղծվի նաեւ հետագա ինչ-որ բարձր կամ ցածր մակարդակի ռազմական էսկալացիայի գնալու փորձերով։ Ալիևի երեկվա խոսքերից ես եւս մեկն եմ ուզում հիշեցնեմ, մեջբերեմ ուղղակի, քանի որ Հայաստանը արգելափակում է մեր մուտքը Նախիջևան, մենք Իրանի հետ շրջանցիկ ճանապարհ կկառուցենք։ Մի կողմից կարծես սա հերթական մեղադրանքն է Հայաստանին, որ Հայաստանը ինչ-որ բան է արգելափակում,
Մյուս կողմից այս գաղափարը կարծես թե խնդրի լուծման, այսպես խաղաղ ճանապարհ է ենթադրում, եթե Իրանը այդ նոր ճանապարհ է կառուցում։ Նմանատիպ հայտարարություններ եւ ադրբեջանական կողմից եւ ինչ հետաքրքիր է նաեւ թուրքական կողմից բազմիցս արվել էր, Իրանը նույնպես մասշտաբես նշել է, որ պատրաստ է նմանատիպ հնարավորություն ընձեռել եւ բացի դրանից մենք գիտենք, որ փաստացի ցամաքային կապը այս պայն իսկապես Իրանի տարածքով է տեղի ունենում, բայց այստեղ նաեւ կարծում եմ, որ Ադրբեջանը այդ հանգամանքը նաեւ դիտարկում է ոչ միայն Հայաստանի հետ կամ ասենք այդ բանակցային գործընթացի ֆոնին, այլ նաեւ կա մի այլ ոչ պակաս կարևոր եւ աշխարհակահական լուրջ հետևանքներով լի մի գործընթաց, դա հյուսիս-հարավ այդ տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի հետ մեկտեղ, իհարկե այս ասենք տարածաշրջանային լարվածությունը, որը ստեղծվում է Իրանի շուրջ ոչ այդքան դրական ֆոն է դրա համար, բայց համենայն դեպս Ադրբեջանը նաեւ համապատասխան սիգնալներ ուղարկում նաեւ Իրանին։ Պարոն Մինասյան, այսօրվա քաղաքական զարգացումները հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին մեծ էսկալացիայի հավանականությունը ինչքան կգնահատեք, տեսեք մոտ 2 ամիս առաջ արտաքին հետախուզական ծառայությունը մեծ էսկալացիայի հնարավորությունը փոքր էր գնահատել։ 2 ամիսը այս գլոբալ փոփոխությունների շրջանում բավարար ժամանակ է, որ ինչ-որ բան փոխվի։ Փոխվել է ինչ-որ բան, այսօր եւս փոքր այդ հնարավորությունը, թե որոշակի մեծացել է։ Իրականում հասկանում եք, որ այստեղ բացի այդ հավանականության գնահատականներից նաև աստիճանի լուրջ գնահատական կա, եւ մենք պիտի հասկանանք մեծ էսկալացիան դա ինչ է նշանակում, դա նշանակում է լայնածավալ պատերազմ, ասենք 20-23 թվականի, ասենք ձևով, թե դա կարա լինի միջին կամ ցածր մակարդակի էսկալացիա, որի մեջ կարա ներառի, ասենք ադրբեջանական կողմի փորձերը ներթափանցել, ասենք Հայաստանի տարածքի խորքերը կամ որոշ ասենք բնակավայրեր գրավելու փորձերը, հատկապես հարավային ուղղությամբ, եւ դրանից ելնելով նաեւ մենք պիտի փորձենք գնահատենք այդ ռազմական էսկալացիա կամ ռազմական վտանգի սպառնալիքները, բայց դրա հետ մեկտեղ նաեւ մենք պիտի հասկանանք, որ այն գնահատականները, որոնք որ արվում են, ասենք նաեւ այս բավական դինամիկ զարգացող եւ տարածաշրջանը եւ գլոբալ մակարդակով անվտանգային այս արխիտեկտուրայի ֆոնին եւ այն, ասենք, գործոնները, որոնք որ հնարավորություն են տալիս, ասենք, բացառելու լայնածավալ էսկալացիան կամ պատերազմը 2-3 ամիս առաջ, այս պայն կարան փոխվեն, որտեղ մենք տեսնում ենք, որ զուգահեռ տեղի ունենում գործընթաց ոչ միայն Իրանի շուրջ, մենք տեսնում ենք նաև շատ հետաքրքիր եւ բավականին լուրջ հետևանքներով լի գործընթացներ ռուս-ուկրաինական պատերազմում եւ նաեւ այդ ֆոնի վրա բոլոր տարածաշրջանային դերակատարները վերաիմաստավորում են իրենց մոտեցումը։ Հետեւաբար այս պայն ես չէի լիովին բացառի նույնիսկ լայնածավալ պատերազմի հավանականությունը, սակայն մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կոնկրետ այս պայն ոչ, ասենք, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռիտորիկան, ոչ համապատասխան զինատեսակների, ուժերի կուտակումները սահմանի շուրջ դեռ այդքան էլ վտանգավոր չեն, բայց նաև պիտի նշեմ մի կարևոր հանգամանք, նաև որ այս վերջի մի տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բավականին լուրջ ինժեներական գործընթացներ է սկսել սահմանի շուրջ, ֆորտիֆիկացիոն լուրջ կառույցներ է կազմակերպել, որոնք որ հնարավորություն են տալիս բավականին արագ տեմպերով եւ ոչ այդքան հասանելի մեր կողմի համար կուտակել մեծ քանակով զինտեխնիկա, ստորաբաժանումներ հենց սահմանի գծում, որոնք որ կարան օգտագործվեն, եթե ոչ լայնածավալ պատերազմի դեպքում, բայց բավականին ինչ որ լուրջ ռազմական օպերացիայի դեպքում։ Դա է նաև դրանով է նաև պայմանավորված, որ հայկական կողմը ստիպված է ուժեղացնել նաև հետախուզական գործունեությունը մեր տարածքի շուրջ, օգտագործելով նաև օդային հետախուզության որոշ միջոցներ։
Ադրբեջանական բանակի այդ վերջի մեկ տարվա փոփոխությունների մասին նշեցիք, պարոն Մինասյան, ես ուզում եմ հարցնել, քանի որ ձեր կառույց ինստիտուտը նաև ակտիվ համագործակցում է, չէ՞, մեր ՊՆ-ի հետ, Պաշտպանության նախարարության, ինչ կարծիք եք մեր այսօրվա բանակի մասին, 2020 թվականի պատերազմից հետո ինչքանով է կարողացել վերականգնվել մեր բանակը, ինչքանով է կարողացել դառնալ մարտունակ, եթե հաշվի առնենք նաև որ բյուջեի գրեթե եռակի ավելացում է եղել բանակաշինության համար։ Ինչ վերաբերվում է, ասենք, թվային, ասենք այդ չափանիշների մասին, այսինքն վերազինման նոր զենքի զինամթերքի ձեռքբերումը Հայաստանում ռազմարտունաբերական համալիրի զարգացումը, ապա այս առումով մենք ունենք որոշ դրական դինամիկա, տեսանելի դինամիկա, մյուս կողմից նաև մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանի հետ համեմատությամբ այդ ռազմական բալանսը լիովին դեռ չի վերականգնվել, բայց այստեղ կարևորը մի այլ հանգամանք է։ Դուք նշեցիք 20 թվականը կամ 23 թվականը ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ ժամանակակից պատերազմի վարման ռազմական հակամարտությունների բնույթը չափազանց արագ փոխվում է, կարելի ասել, որ ասենք Ուկրաինայում վերջի 3 տարվա ընթացքում 2-3 անգամ կարելի ասել կոնցեպտուալ ռազմական գործողությունների բնույթն է փոխվել, տեխնիկական, ասենք, վերազինման գործընթացները եւ այստեղ չափազանց կարեւոր է, որ մեր զինված ուժերը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, գեներալները, սպայական անձնակազմը լուրջ հետևություններ անեն եւ լուրջ վերլուծեն այդ ժամանակակից ռազմական գործողությունների ընթացքը, դասերը ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ ասենք մերձավոր արևելքում մեզ համար կարևոր գործընթացներում եւ այդ առումով օրինակ ես կարամ նշեմ, որ վերջերս փետրվար ամսին նաեւ բավականին լուրջ գիտական կոնֆերանս էր տեղի ունեցել, որը կազմակերպել Պաշտպանության նախարարությունը մեր ռազմական ակադեմիայում, որտեղ որ նաեւ ես եմ մասնակցում մեր փորձագետների եւ զինվորականների եւ այո կա լուրջ հետաքրքրություն եւ ժամանակակից ռազմաքաղաքական գործընթացների եւ նաեւ դրանց մեջ ներառվող նոր տեխնիկական միջոցների տեղակայնացման եւ ասենք ընկալմանը մեր զինված ուժերում, բայց դրա հետ մեկտեղ նաեւ այո մենք պիտի նաեւ իրատեսական լինենք եւ հասկանանք, որ եւ Ադրբեջանը եւ Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում եւ ավելի լայն, ասենք, տարածաշրջանային կտրվածքով այդ բալանսը չի վերականգնվել եւ ոչ միայն ռազմատեխնիկականի մասին մենք կարանք նաեւ նշենք կամ խոստովանենք, որ ռազմաքաղաքական առումով նաև այն ասենք բարեկամ կամ դաշնակից երկրների հետ հարաբերությունները նույնպես այս պահին հնարավորություն չեն տալիս լիովին ասենք նշել, որ մենք կարանք այդ բալանսը պահպանել, բայց մյուս կողմից նաև հասկանալի է, որ աշխատանքները տարվում են եւ այլ տարբերակ եւ մեր երկիրը բնականաբար չունի, քան փորձի ասենք բալանսավորի եւ իր ռազմական պոտենցիալը եւ դրան զուգակցող նաև դիվանագիտական եւ քաղաքական գործընկերկազմը։ Պարոն Մինասյան, խաղաղության պայմանագրից նորից խոսենք, տեսեք քաղաքագիտական շրջանակներում երկու հիմնական տեսակետ կա, մի մասը քաղաքագետների փորձագետների կարծում է, որ Ալիևը երբեք չէր ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը, մյուսներն ասում են, որ ինչու՞ չի ստորագրի, ինչ որ պահ կգա ստորագրի, բայց դա առերևույթ ինչ որ թղթի կտոր կլինի եւ հետագայում Ալիևը կարող է Հայաստանին մեղադրել այդ պայմանագիրը խախտելու մեջ, ինչպես օրինակ նոյեմբերին այդ փաստաթղթի պարագայում է տեղի ունենում։ Դուք այսպես ինչ որ այդ տեսակետներից մեկի կողմնակից եք։ Դե հասկանալի է, որ իրական եւ ստաբիլ, ասենք, խաղաղությունը հնարավոր է միայն բազմաշերտ ռազմաքաղաքական բալանսի պահպանման դեպքում, որտեղ եթե կողմերից մեկը բավարարված չի, ասենք
խաղաղության պայմաններով կամ մտածումը, որ տարբեր էլեմենտներից ելնելով կարա շարունակի ճնշումը եւ լրացուցիչ ինչ-որ, ասենք, դիվիդենդներ ստանալ, ապա միայն ստորագրելով դա բավարար չի, չնայած որ նաեւ հասկանալի է, որ լիակատար խաղաղությունը նույնպես առանց ինչ-որ ֆորմալիզացված փաստի բացակայությամբ դա նույնպես այդքան էլ էֆեկտիվ չի լինելու, բայց նաեւ նշելով ձեր հարցի առաջին մասը, այո, կամ բազմաթիվ գործոններ, որոնք որ Ադրբեջանի ղեկավարության համար ամենայն դեպս ոչ ցանկալի են, ասենք, դարձնում պայմանագրի ստորագրումը եւ ներքաղաքական ռիտորիկայից եւ նաեւ Հայաստանի դեմ եւ հայերի դեմ այդ ասենք հայտարարությունները, որոնք որ հնարավորություն են տալիս Իլհամ Ալիևին որոշ չափով նաև ասենք նսեմացնել ներքաղաքական կամ տնտեսական խնդիրները Ադրբեջանի ներսում, տարածաշրջանային կոնտեքստը եւ այլն, իսկապես այդ առումով Ադրբեջանը բավականին հստակ ցույց է տալիս, որ պատրաստական չի նման փաստին, բայց մյուս կողմից նաև որոշ չափով կա նաև քաղաքական տրամաբանության այն մյուս տեսակետի մեջ, որ եթե Ադրբեջանը տեսնի, որ ասենք աշխարհակական գործընթացները Հայաստանի տարածաշրջանային դիրքավորումը ռազմաքաղաքական կամ ռազմատեխնիկական բալանսը կարան փոխվեն եւ այդքան նպաստավոր չլինեն Ադրբեջանի համար, ոնց որ դա եղել էր վերջի 5 տարվա ընթացքում օրինակ տարբեր պատճառներով, ապա հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարա գնա նման պայմանագրի ստորագրմանը, այդ թվում նաև այդպես կոչված կապիտալիզացնելու այն ձեռքբերումները, որ Ադրբեջանը ստացել էր այս վերջի տարիների ընթացքում, բայց բնականաբար դա, ասենք, տեսական գնահատականներն են եւ որոշումներ ընդունվելու են ելնելով նաև եւ ներքին եւ քաղաքական գործընթացների զարգացումներից։ Պարոն Մինասյան, այս օրերին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, մի կողմից տեսեք ռուս-ամերիկյան բանակցությունները, մյուս կողմից Իրան-ամերիկյան բանակցությունները եւ այդ բանակցությունները, այդ իրադարձությունների տարբեր ելքերից կախված կարող են տարբեր ազդեցություններ լինել մեր տարածաշրջանում։ Օրինակ, այսպես ամենապարզ, բայց հասկանալի սցենար, որ Իրան-ամերիկյան բանակցություններում հաջողություն չի լինում եւ էսկալացիա է սկսվում Իսրայելի նաև ներգրավվածությամբ, ինչը իհարկե ազդեցություն կունենա վատ իմաստով Հայաստանի վրա, մեր տարածաշրջանի վրա։ Այստեղ ձեզ հավանական ելքերը որոնք են։ Իրականում այդ զարգացումների ֆոնին նաև պիտի նշենք, որ հայկական կողմը նաև Իրանի մեր գործընկերների հետ նաև փորձում են որոշ չափով նախապատրաստվեն նման գործողություններին եւ նաեւ համապատասխան ազդակներ նաեւ ցույց տալու, բայց դա բնականաբար բավարար չի, եթե մենք ասենք մեր տարածաշրջանը բախվի լայնածավալ ռազմական գործողությանը Իրանի դեմ, որի մասին բազմաթիվ ասենք վայկականներ ենք տեսնում, մյուս կողմից նաեւ մենք տեսնում ենք, որ շատ հաճախ հատկապես մեր ծովարարքում նմանատիպ ռազմական ասենք էսկալացիայի դիտարկումները նաև կարան դաշտ բացեն նաև դիվանագիտական բանակցությունների աշխուժացմանը եւ այդ առումով իսկապես մենք տեսնում ենք, որ Իրանի ղեկավարությունը փորձում է նաև օգտագործի այդ դիվանագիտական հնարավորությունները մոտակա օրերին, դուք գիտեք, Օմանում նաև տեղի ունենալու նախագահ Տրամփի հետ նշած գրեթե ամենաբարձր մակարդակով բանակցությունները, իհարկե հասկանալի է, որ կողմերի մոտեցումները չափազանց իրարամերժ են, բայց դա շատ հաճախ է լինում նմանատիպ, ասենք, հակամարտությունների դեպքում, համենայն դեպս կա այս պայն, ոնց ես հասկանում եմ, կա հավանականություն, որ այդ բանակցությունները հնարավորություն կտան որոշ չափով հետաձգել հնարավոր ռազմական, ասենք, հարձակման վտանգը Իրանի դեպ, որը որ ի դեպ նաև մասնագետների գնահատմամբ բավականին լուրջ նախապատրաստական, ասենք, աշխատանք է կատարվում Միացյալ Նահանգների հետ, հասկանալի է նաև Իսրայելի կողմից, բայց մյուս կողմից նաև պիտի հասկանանք, որ Իրանը նույնպես կուտակել է բավականին լուրջ ռազմատեխնիկական ունակություններ եւ օդային
հրթիռային եւ ցամաքային եւ հակօդային պաշտպանության եւ հրթիռային զինատեսակների առումով, բայց համենայն դեպս պետք է նշել, որ անվտանգության տեսանկյունից երևի թե Իրանի համար բավականին լուրջ խնդիրներ են ստեղծում, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ մի քանի ամիսների ընթացքում այդպես կոչված արտաքին օղակը պրոքսի երկրների կամ պրոքսի գործոնների, որոնց որ աջակցում էր Իրանը, բավականին թուլացել է։ Եվ վերջում, պարոն Մինասյան, շատ կարճ, քանի որ վաղը Անտալիայի ֆորումն է մեկնարկելու, Արարատ Միրզոյանը մասնակցելու է, նաև մասնակիցների ցանկում կա Ռուբեն Ռուբինյանի անունը, կա նաև Ալիևի անունը, Հաջիևի անունը, Բայրամովի անունը, ինչ է այս հարթակը մեզ համար եւ կան այստեղից ինչ-որ սպասելիքներ։ Դե արդեն, եթե ես չեմ սխալվում, երրորդ տարին է, որ հայկական կողմը մասնակցում է Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ նմանատիպ միջոցառումները իրականում դա լավ հնարավորություն է նաեւ, ոնց որ ասում եմ, կիսել մոտեցումները, հասկանալ վիզավիների, ասենք, դիրքորոշումները եւ մյուս կողմից նաեւ հասկանալի է, որ լրացուցիչ զգայունությունը բերում այն հանգամանքը, որ դա տեղի ունենալու Թուրքիայում, Անտալիայում, բայց ես կարծում եմ ամենայն դեպս դա նաեւ հնարավորություն կտա առաջերտին թուրքական կողմի հետ, հայ-թուրքական գործընթացի հետ կապված նոր ինչ-որ մոտեցումներով կամ նախորդ պայմանավորությունների ֆոնի վրա շարունակել բանակցությունները եւ գիտեմ, որ նաեւ տարածաշրջանային համատեքստում նաև հանդիպումներ են լինելու եւ Ադրբեջանի եւ ինչքան որ գիտեմ նաև Ռուսաստանի արտգործնախարարների հետ։ Շնորհակալություն։ Այսքան արգել հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը։